Ջորջ Բուշի 2008 թվականի այցից հետո առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարներից Թրամփն է այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նրան դիմավորել է Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը, հատուկ արարողակարգով։ Միացյալ Նահանգների նախագահը Էմիրությունների հետ ստորագրել է 1.4 տրիլիոն դոլարի արհեստական ինտելեկտի մասին համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի, Արաբական Միացյալ Էմիրությունները կկառուցի աշխարհի ամենամեծ արհեստական բանականության համալիրը ԱՄՆ-ից դուրս։ Կնքվել են նաև այլ պայմանագրեր։ Էմիրությունների ազգային ավիաընկերությունը Միացյալ Նահանգներից 28 Boeing ինքնաթիռ կգնի։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Միացյալ Նահանգները զարգացման հիմքով ամուր գործընկերներ են եւ այդ մտերմությունն աճեց ձեր պաշտոնը ստանձնելուց ի վեր, հատկապես էներգետիկ տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի եւ արդյունաբերության ոլորտներում։ Թրամփի կնքած համաձայնագիրը մերժվել էր նախկին Բայդենի վարչակազմի կողմից, այն մտահոգությամբ, որ առաջատար տեխնոլոգիաները Միացյալ Էմիրություններին վստահելով դրանք գուցե չինական ձեռքերում հայտնվեին։ Սպիտակ տունը հայտնել է, որ համաձայնագրում կան նաև պաշտպանության մասին կետեր, ամերիկյան ցակում ունեցող տեխնոլոգիաների դեմ դիվերսիաները կանխելու նպատակով։ Կասկած չունեմ, որ մեր հարաբերություններն ավելի են ամրանալու։ Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, որ Սաուդյան Արաբիա, Քաթար ու Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ 10 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներ է կնքել։ Սա անմոռանալի այց էր հիանալի մարդու հետ հիանալի երկրում։ Դուք տեսաք մեր երկրում կատարված հսկայական ներդրումները։ Ավելին, այդ բոլոր ընկերությունները Միացյալ Նահանգներում են։ Մերձավոր Արևելքում Արաբական Միացյալ Էմիրությունները Թրամփի վերջին կանգառն էր, ուր Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Թրամփին պարգևատրեց Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն քաղաքացիական պարգևով։ Քաղաքագետները պնդում են, որ Թրամփի քառօրյա այցը վերականգնեց փխրուն վստահությունը Մերձավոր Արևելքում։ Դեմոկրատ սենատորների մի խումբ էլ փորձում է կասեցնել 3.5 միլիարդ դոլարի զենքի վաճառքը Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Քաթարին։ Նրանք կարծում են, որ գործարքները օգուտ կբերեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին։ Թրամփին իր ընդդիմախոսները մեղադրում են նաև վաճառքի ձգձգվող ժամկետների եւ արտաքին քաղաքականության կոռուպցիան խրախուսելու համար։ Դեմոկրատ սենատորները պնդում են, որ Մերձավոր Արևելքի երկրների կառավարությունները փորձում են գնել Սպիտակ տան ղեկավարի բարեհաճությունը արաբական հեքիաթային շքեղությամբ։ Մարիամ Ամիրճանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։